Այսօր հայկական երկու պետություններն ունեն 20 տարվա կյանք, սակայն այդ ընթացքում դասեր չքայեցինք պատմությունից։ Ինչու մենք չկարողացանք 20 տարվա ընթացքում ստեղծել պետություն, որտեղ մարդը եւ իր արժանապատվությունը իրապես հարգվեն եւ պաշտպանվեն։ Այսօր ասուլիսում նման մտահոգություն արտահայտեց Ժառանգություն խմբակցության անդամ ազգային ժողովի պատգամավոր Զարուհի Փոստանջյանը։ Նրա խոսքերով ունենք հռչակված պետություն, բայց չունենք այն, ինչ երազել ենք եւ ցանկացել ենք ունենալ։ Մենք նորից կանգնած ենք այնպիսի մի շեմի, որ կարող են կորցնել մեր այս երկու պետությունները, մեր պետականությունը։ Այսօր իհարկե ահազանգը բոլորիս, որ նման իրավիճակի մեջ ենք։ 90-ական թվականներից պետք է հիմնադրենք այնպիսի պետություն, որը լիներ ժողովրդավար, որը լիներ նաև մրցունակ ներկայիս տարածաշրջանում որպես պետություն եւ կարողանար ոչ թե լիներ ենթարկվողի դերում, այլ նաև լիներ թելադրողի դերում։ Սակայն մենք այս 20 տարիները ցավում եմ, բայց կորցրեցինք։ Իսկ այն հարցին, թե սկսած առաջին անկախացումից հատկապես որ պատմական շրջան էր բարենպաստ երկրի համար, Զարուհի Փոստանջյանը պատասխանեց. Այսօր կարծում եմ մենք ամենալավ բարենպաստ շրջանում ենք գտնվում։ Այս անցումային շրջանը նաև հնարավորություն է տալիս միանգամից ոտքի կանգնելու։ Եթե ունենանք կամք, իսկ ես կարծում եմ մեր ժողովուրդը արդեն հոգնել է այս ճղճին վիճակից, այս խեղճուկ վիճակից եւ այդ կամքը ունի եւ պետք է ամենալավ պահն է, որ հիմա մենք սթափվենք եւ համախմբվենք եւ ոտքի կանգնենք։ Երկրում առկա խնդիրներին քաղաքական տարբեր ուժերի կողմից միասնական լուծումներ տալու համար նախ պետք է մարդը դրա կրողը լինի։ Իսկ այժմ ըստ Զարուհի Փոստանջյանի կան մարդիկ, որոնց հետ միասնական լուծումներ տալ չի լինի, որովհետեւ նրանք դրա կրողը չեն։ Սեյդա Տեր-Ղազարյան, Ավետիստ Ավյան, Սլակե։